կառավարությունը չի կարողանում լուծել։ Մի շարքային գողի հարց չի կարողանում լուծել։ Ներողություն, դուք դատավորի քայլերում, այսպես ասած, դիտավորություն տեսնում եք։ Տիկին Ալան կներկայացնի, ես դրա համար ես կուզենամ ինքը խոսի, Տիկին Ալան։ Դատավորի այսպես ասած չեմ կարող ասել, քանի որ ինքը ներկայանում է անընդհատ առանց պաշտպանի ու իր ամբողջ խնդիրը ինչ որ կայանում է, որ ինքը առանց պաշտպան չի կարող դատի մասնակցել։ Հենց մեղադրյալը ամեն անգամ հանրային պաշտպան են տրամադրում, հանրային պաշտպանը չգիտես ինչու դատի մի օր մնացած հրաժարվում է։ Ու արդեն 3-7-րդ նիստն էր, էլի ինքը չներկայացավ, իր պաշտպանը չներկայացավ ու այսպես շարունակ։ Այսինքն ձեր բողոքն այն է, որ դատական պրոցեսները ձգձգվում են եւ մինչեւ օրս այդ շիրմաքարի համար, այդ անբարոյական քայլի համար այդ անձը գողը, այսպես ասած, չի ստանում իրեն արժանի պատիժը, դա է ձեր բողոքի։ Ես ուզում եմ, որ այս հարցը շատ շուտ լուծվի, իմ գումարը հետ վերադարձվի, որովհետև ես այդ գումարը ինձ չեն օգնել, դա իմ տղայի մի ժամ ինքը այդ մեքենան չի վարել, մի ժամ առել է, գնացել է պոստեր ու զոհվել է։ Ես չեմ ուզում, որ ինքը վայելի այդ գումարը, իմ գումարը հետ վերադարձնեն, ինքն պատժվի օրենքի խստությամբ, եթե կա այդ օրենքը։ Իմ գումարի մասին է խոսքը։ Գումարը 12,000 $, ինքը հրաժարվում է, ինքը ասում է ես 6500-ն եմ վերցրել, որովհետև 6500-ը որ տրամադրել եմ, վկաներ են եղել, մնացածի ժամանակ մենակ եմ եղել տանը, որ պահի զանգել ասել այսքան փող պետք արի համար տվել եմ։ Կանխիկով եք վճարել։ Կանխիկով եմ վճարել, ունեմ փոքր գումարներ վճարած քարտով, իր աղջկա անունով քարտ կար, այդ քարտին եմ վճարել, ու ինքը պահից օգտվեց, այն պահից սկսեց ինձանից գումար տանելը, որ հասկացա, որ ես խելագարված վիճակում եմ։ Իրան ինչքան պետք էր տարավ։ Իսկ պաշտպանին դատարան, այսպես ասած, բերելու լիազորություն իրավասություն չունեն։ Պաշտպանը սկզբից, որ իրան բերման ենթարկեցին, հետո ինչ որ ես իմացա, որ ինքը գրավի դիմաց իրան բաց են թողել, ես դա հիմա արդեն կճշտեմ, ես երեկ եմ իմացել, պաշտպանը ինչ որ հետո հրաժարվել է իր գումարը չվճարելու համար, դիմեց դատարան, դատարանը հանրային պաշտպան խնդրեց, որ տրամադրեն, եկավ դատի օրը, նախ ինքը ներկայացավ էլի առանց պաշտպան, պատճառաբանելով, որ հուլիսի հետ խառնել է, շփոթվել է, դրա համար պաշտպանին չի հասցրել զանգի որ գան, հաջորդ նիստին եկավ առանց պաշտպան, ասեց պաշտպանը էլի հրաժարվել է, նորից հանրային պաշտպան տրամադրեցին, եկավ հաջորդ նիստին, էլի ինքը եկավ մենակ, ասեց տեղյակ չեմ իմ պաշտպանից, դատարանից զանգեցին, պաշտպանն ասեց ես 10 օր առաջ իրան տեղեկացրել եմ, որ ես ձեր գործից հրաժարվում եմ։ Նորից ասեց հանրային պաշտպան կտրամադրեն, 3 նորից դատներ, ինքը չներկայացավ, հանրային պաշտպանը զանգեցին, ասեց ես չեմ հասցրել տեղեկացնեմ, որ չեմ գալիս։ Ու նորից դատը հետաձգեցին հունվարի 20, ու վստահ եմ, որ հունվարի 20-ին էլի ինչ-որ պաշտպանի խնդիր է լինելու, որովհետև շատ լավ ես գիտակցում եմ ինքը ինչի է գնում, Անվեր չի կարող այսպես խափել։ Ինքը ուզում է հասնի նրան, որ գործը վաղեմության ժամկետ ունենա ու փակվի, բայց ես իրան դա թույլ չեմ տա, ես չեմ թողի, որ ինքը իմ երեխու արյան փողի վրա քայլի։ Իսկ չեք ասի ինքը, այսինքն վճարողունակ է, սնանք չի հայտարարված, իր անվան դիմաց գույքեր կան, այսինքն փոխհատուցման դեպքում կարող եք իրենից այդ գումարը հետ ստալ։ Հենց կոնկրետ իր անունով ոչ մի գույք չկա, ինքը անգամ բանկային քարտ չունի իր անունով, իսկ անենց կունենան էլի, տղան ինքը իմիջիալոց ես ձայնագրություն ունեմ մի քանի օրվա առաջ, որ ինքը ասում է, մարդու հետ է խոսում, ձայնային է ուղարկել ու ասում է, որ 4 միլիոնի համար ինձ ոչ մեկ չի դատելու, եթե դատեն էլ փողը վճարելու եմ դուրս գամ, ինքը գիտի Աստված իրա հետ։ Նիկոլ Փաշինյանին հանդիպելու մասին առաջին անգամ եք բարձրաձայնել։
Այո։ Ես երրորդ տարին է գտնվում եմ Հայաստանում, ապրում եմ Վարչով, մենակ։ Ես երբեք իրենց ոչ մի հարցով չեմ դիմել։ Ինձ պետք է, ինձ անհրաժեշտ է ես այս հարցով իրան հանդիպենք, ես իմ հարցը, ինձ թվում է մենակ ինքը այս հարցին լուծում կտա։ Ունեք որ կընդունի այսօր։ Հույս ունեմ, որ կընդունի, հույս ունեմ, որ իմ հարցին անհապաղ լուծում կտան, որովհետև այսօր $12,000 իմ նման մարդուն ամեն ինչ գործրած մարդու համար չափազանց շատ մեծ գումար է։ Այն դեպքում, երբ որ ես դա ոչ տոկոսով եմ տվել, ոչ պարտքով եմ տվել, ես տվել եմ իմ երեխեքի քարերը սարքելու համար։ Այսօր Փաշինյանը ստատուս էր գրել մեկ այլ տիպի խաբեության զոհ դառնալու հետ կապված, երբ որ մարդուն ինչ-որ ֆինանսական կեղծ բուրգի մեջ են ներքաշել, խնդրում էր, հորդորում էր քաղաքացիներին զգոն լինել, չխաբվել եւ այլն։ Հիմա ձեր այս խնդրի դեպքում չեք կարծում, որ ամեն ինչ կավարտվի զուտ հերթական հնարավոր է մի ստատուսով, էլի, բայց ոչ էական գործողություններով։ Եթե Հայաստանում դեռ չի մահացել այն փաստը, որ զոհվածին կարելի է հարգել, չգիտեմ, կարող է եւ հերթական ստատուսով ավարտվի, բայց մեծ հույս ունեմ, որ տենց չի լինի, որ կգտնվեն իրանց մեջ խիղճ, իրանք կարող են այս հարցին լուծում տալ, որովհետեւ սա այն հարցն է, որ չգիտեմ, մարդիկ լսում են, փշակ հաղվում են։ Այսօր դուք նստացույց հրաժարվել եք, այսինքն այդ մտքից ամեն դեպքում, չէ՞ Տիկին Ալլա։ Տիկին Ռուզաննայի հորդորելով ես չեմ անի նստացույց, բայց եթե իմ հարցին լուծում չտրվի, նորից հունվարի 20-ին դատ հետաձգվի, այդ ժամանակ արդեն նստացույց կանեմ։ Տեսեք, ամբողջ խնդիրը նրանում է, որ դարձրել են մի երկիր, որտեղ մի գրառման համար կարող է մի ամբողջ ԱԱԾ գունդ մտնել մարդու տուն, այդ մարդուն պարկացնել իրանց սիրելի ասֆալտին ու տանել խայտառակ ձևով, կամ մի խոսք ասելու համար, բայց մի ամբողջ շորթում կատարած այս երկու տղաներին կորցրած ընտանիքից այդ արդարադատությունը չի կարողանում, ինչպես է չեն կարողանում մտնեն, այդպես ձեռքերը բերման ենթարկեն դատարան։ Երբ որ մի լրագրողի մի հարց է լինում, միանգամից ասում են դուք չեք եկել, բերման ենք ենթարկում, կամ մի ընդդիմադիր գործիչ միանգամից բերման ենթարկելու ձևերը գիտեն։ Հիմա եկել ենք, ասենք, բերման ենթարկեք, թող գա պատասխան տա։ Եթե դուք դա էլ չեք կարող, Տիկին Ալան մենակ չի լինելու այստեղ նստացույցի արդեն։ Տիկին Ալա, ակնհայտ է, որ սա առաջին ատյանը չէ, առաջին մարմինը չէ կառավարության շենքը, որի առջև դուք կանգնել եք եւ արդարադատություն եք պահանջում։ Կասեք, այս ընթացքում ինչ պաշտոնյաների եք դիմել, թեկուզ գրավոր կամ բանավոր, ում եք դիմել ու ինչ պատասխաններ եք ստացել, ու մի քիչ կառաջանաք, որ խնդրենք։ Դիմել եմ արդարադատության նախարարին, պատասխանը ստացել եմ, որ դա մեր գործառույթների մեջ չի մտնում։ Դիմեք դատախազություն չեմ դիմել, մի պարզ պատճառով դատախազությունը կասեր դիմեք դատարան, այսենց դիմեք ու մինչև դիմեք։ Իսկ Արմանը, Նահապետյան Արմանը, որ խաբեությամբ այդ գումարը տարել է, իր համար ման է գալիս, անգամ եռաբլուր է գնում, առանց ամաչելու ու ազատ բան է գալիս։ Ես ոչ մի կառույց չեմ ուզում դիմեմ, ես այսօր ուզում եմ հանդիպում դատախազի ու Նիկոլ Փաշինյանի հետ։ Իսկ դուք տեղյակ եք, իսկ դուք կներես Փայլակ ջան, իսկ դուք տեղյակ եք այդ Արման Նահապետյանից դուք միակ տուժողն եք, թե ինքը էլի է մարդկանց նման ձևով Խաբյանի վրա այս պահին կա մի քանի քրեական գործ, գողություն, խոշոր չափի, խաբեություն։ Ես տեղյակ եմ, որ ինքը զինվորի զոհվածի ծնողել է խաբել, ուղղակի ինչ պատճառներով է ծնողը վախենում է խոսի, չեմ էլ կարող անուն տալ։ Գերեզմանակար չի, ընդհանուր այդ զինվորի հետ կապված գումարների բաների հարցով ես չեմ ուզում այդ դա իմ հարցը չի։ Ինչա՞ չէ, ընդհանրապես ինչ մասնագետ է, ինչ է աշխատում։ Ինքը ոչ մի բանացու է, ինքը 20 թվից Արայիկ Հարությունյանի, չգիտեմ ասեմ ինչներ, իր բառերով ասում էր Արայիկ Հարությունյանից դաստեքով փող էի վերցնում, մի քանի զոհվածի ծնողի բերան էի փակում, որ չգնան Արայիկի գլուխը ջարդեն։ Այդ Արցախի նախագահան։ Ինքը այտենց սրբապիղծ, փողի մեռած,
իր համար կապ չունի ինքը ինչ փողով է իր ընտանիքը պահում, կարևորը պահում է։ Հիմա Փաշինյանից ու Վարդապետյանից ձեր պահանջը ո՞րն է։ Հիմա Փաշինյանից ու Վարդապետյանից պահանջում եմ այս գործին աչալուրջ լինել, հունվարի 20-ին նորից դատ ունեմ, որպեսզի այդ դատը վերջինը լինի։ Ես չեմ կարող ամբողջ օրը գնալ դատարան, 5 րոպե հետո հետ գալ, դատը հետաձգվում է։ Դատը փաստացի ես դատավորից, որ այսպիսին բողոք չեմ կարծում թե ունեմ, որովհետև դատավոր անընդհատ ուզում է որ դատը վերջացվի, բայց իր փաստաբանների հետ չգիտեմ ինչ է կատարվում։ Հանրային փաստաբանների հետ չեմ պատկերացնում ինչ է կատարվում, որ ոչ մեկ սա հրաժարվում են, սենց բան լինում է։ Երևի ինքն է ասում։ Ձեզ որ խնդրեմ նախ ձայնագրությունը որ ասացիք, դա ինչ ճանապարհով եք ձեռք բերել, ոնց եք ձայնագրել։ Ինքը ես այդ մարդու անունը չտամ, հա, զանգել է իրան, խնդրել է, որ խոսացել է, ասել է, խնդրում իրան իր հետ խոսացեք, ասեք դատարանից բողոքը հետ վերադարձնի, նոտարով գնամ գրեմ, ամիսը $1000 իրան փող տամ։ Ինքն էլ չունի համապատասխան գույք, որ նոտարը հետո կարենա բռնագանձել դա, դե ես էլ եմ դա շատ լավ հասկանում իր քայլը, ասել եմ ոչ։ Ու ինքը պատասխանել է Աստված իր հետ, 4 միլիոնի խաթր ինձ ոչ մեկ չի դատելու, եթե դատեն էլ գրավեմ վճարելու դուրս կամ, ինքը իր փողից ընկնելու է։ Ձայնագրությունն ունեմ, ոչ, ձայնագրությունը ես 3 եմ ձեռք բերել, իմ փաստաբանին կտրամադրեմ։ Ահա, ուղղակի կա այդ ձայնագրությունը, ես ուղղակի կմիացնեմ, դատավորը կլսի այդ ձայնագրության մասին։ Հա, չէ, ես չեմ էլ ուզում այդ ինքը զանգել է, խառնեմ այս պատմություններին Ձեր եւ այլն։ որդիները եռաբլուրում են ուղարկավորված։ Ես սկզբից որոշեցի, որ սպիտակ մարմար եմ ուզում։ Ու դիմեցի զոհվածի կնոջը, մեծ շատ մոտիկ էր, ինքը բերեց ծանոթացրեց դրա հետ։ Ու ինքն ասեց, որ ճիշտ որոշում է, որովհետև եռաբլուրի քարերը շատ անորակ են, պետությունը ինչքան անորակ քար կա տանում է եռաբլուր, ու շատ ահավոր բաներ եռաբլուրի մասին, որ ոչ մի զոհված զինվոր իր քարի տակ չի, տրակտորը քշերը գցեցին սաղ հողին հավասարցրին, մի հատ ցենց ահավոր պատմություններ, որ չեմ ուզում, ես դա հիմա խոսում եմ, դողում եմ։ Ու միջոցով եք ծանոթացել այդ մարդու հետ, որ այդ $12000 տվել եք։ Զոհվածի ոչ, այդ կինը զոհված Հովանեսյան Երևանի կինն է Թամարան, այլի Արցախից։ Ես հետո իրան դիմել եմ, որ ինքը ինձ խաբել է, սենց, ինքն ասել է, իմ հարցում ինքը անկեղծ է եղել, եթե ձեզ խաբել է, դա ձեր խնդիրն է։ Դուք հիմա Նիկոլ Փաշինյանի մոտ քննություն բարձրանալու համար ինչ եղանակ եք ընտրել, դիմում պիտի գրեք, թե սպասելու եք մարդ դուրս գա ձեր հարցը ներկայացնեք։ Ինչ եղանակ որ կտանի իր մոտ, այդ եղանակները ես կօգտագործեմ։ Դիմում կլինի, սպասեմ մարդ դուրս կգա, ես արդեն իրանք տեղեկացել են, ստեղ արդեն մոտիկացել են ինձ, մի քիչ առաջ մարդու իրավունքի հետ եմ խոսացել, իրանք ինձ զանգեցին, ինչ տարբերակ լինի։ Ես պահանջում եմ, խնդրում եմ, չգիտեմ, իր հետ հանդիպում, իր ու դատախազի, Նիկոլ Փաշինյանի ու դատախազի հետ հանդիպում։ Շնորհակալություն։